Ուրեմն մեկ պատճառ էլ ասեմ, որ հետաքրքրվողներին, ովքեր որ մտածում են, բա լավ, տենց հրաշալի պլան է, ինչի ուրիշ երկրները չեն անում, նայեք, զարգացած երկրների դեպքում կլինի դա կիսով չափ զարգացած, ասենք Ռուսաստանը, չգիտեմ, Բելարուսը, նրանք բոլորն էլ ունեն բավականին լուրջ արդյունաբերություն, ծանր արդյունաբերություն։ Իրանց դեպքում իրանք չեն կարա որոշեն, որ մենք այսօրվանից զրոյացնում ենք հարկերը արտադրական գործարանների համար, որովհետև այդ արտադրական գործարանները այսօրվա դրությամբ այդ զարգացած երկրներում ասենք, արտադրության իմաստով եմ ասում զարգացած երկրներում, ասենք իրանց եկամուտների 30%-ն է ապահովում։ Եթե իրանք զրոյացնեն այդ հարկերը, այդ 30%-ը այդ պահին չստանալու պատճառով, ահա որ նրանք լուրջ խնդիրներ են ունենալու, աշխատավարձեր պետք է կրճատեն եւ այլն եւ այլն։ Մեր մոտ սարքաշինական գործարանները այնքան քիչ են բարձր տեխնոլոգիական գործարանների մասնախոսքը գնում էլի, հենց այս բարդ սարքերի մասնախոսքը գնում, որոնք ամենափողաբերն են, այնքան քիչ են, որ ասենք մոտավորապես 5-ից 10%-ն է կազմում ամենաշատը մեր դեպքում եկամուտները, ու մենք կարող ենք ոնց որ այդ 5-10%-ը հիմա կոպիտ ասած ժերտվա տալ, որ մի քանի տարուց կտրուկ երակի քառակի աճ ունենանք։ Իսկ մյուս երկրները չեն կարող, ասենք Գերմանիան չի կարող թույլ տալ, որովհետև Գերմանիայում 60-70%-ն է իրենց բյուջետի, իրենց փողը գալիս այդ արտադրություններից, այդպես բան որ անեն, իրանք այնտեղ սով է սկսվելու։ Այդ է տարբերությունը։ Եվ մյուս պատճառն էլ ոնց որ արդեն ասել էի, որ երկրի ղեկավարությունը գալիս է 5 տարով, նրանք չեն ուզում տենց այն ցորենի հատիկը պահպանելու հարցն է, էլի, իրանք միանգամից այդ ցորենը մաղում ալյուր են սարքում, հացը թխում ուտում են, չեն ուզում համբերեն, չեն ուզում պահեն, որ մյուս տարի ավելի շատ ցորեն ցանեն։ Այս հարցն է, որովհետև 5 տարի է տրված նրանց ղեկավարելու, 5 տարվա մեջ կոպիտ ասած ինչքան հնարավոր է գռփում են ու թողում գնում են։ Երկրորդ հարցն էլ այս հարցն է։